Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո արկելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրն է շատ սիրված, ճանաչված տաղանդավոր երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանը։ Արմինե ջան։ Համեցին նստիր։ Բարև Արմինե ջան, ո՞նց ես։ Բարև Աշոտ ջան, շատ լավ եմ, ոտքս բարի լինի քո տաղավարում, այո։ Շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ դες ուրեմն հյուրն ես ու բավականին երկար ժամանակ իրար չենք հանդիպել, ամեն էս հաղորդումը առիթը դարձավ, որպեսզի մի հատ տեսնենք իրար, շփվենք։ Արմինե ջան, ոնց ես, լավ է գործերդ։ Փառք Աստծո, լավ եմ Աշոտ ջան։ Քո մասին կուզեմ մի քիչ պատմես։ Երևան մեջ միացին, ծնունդ, սովորել, ավարտել, ու հիմա ուր ես։ Շատ կարճ հակիրճ նեց հավեսով։ Պատմեմ Աշոտ ջան, երկար տարիները պատմեմ։ Դե ինչ ասեմ, դպրոց ավարտել եմ 17 տարեկանում, Էջմիածին քաղաքից, եկել եմ Երևան եւ 85 թվականից Երևանում եմ ապրում, 17 տարի եմ Էջմիածնում ապրել, ծնվել եմ, իմ մանկությունը իմ հրաշք քաղաքը, Սուրբ քաղաքը մեր Էջմիածինը, ապրել եմ, դպրոցը ավարտել եմ, անմիջապես տեղափոխվել եմ Երևան, ծնվել, աշխատել, սովորել եւ Երևանում որտեղ երգի թատրոն, բան ու դու սովորել։ Երևանում սովորել եմ Սունդուկյան թատրոնին գիծ ստուդիան։ Իմ դասախոսը եղել է կուրսի ղեկավարը Սոս Սարգսյանը։ Իմ բեմական վարպետը մեր բան Նիկոլայ Ծատուրյան։ Նիկոլայ Ծատուրյան, Արմեն Էլբակյան, Մետաքսիա Սիմոնյանը ինձ բեմական խոսք ա տվել, պատկերացնես, ինչ երջանիկ եմ ես, Սոս Սարգսյան, Մետաքսիա Սիմոնյան։ Մեծություններ, էլի շատ անուններ կա, այս բային երկար չլինի, որ նշեմ, իհարկե կարելի է նրանց անունները անընդհատ նշել եւ շնորհակալ եմ ճակատագրին, որ նման մարդիկ են ինձ դասավանդել եւ ունեցել եմ այդ տեսակ դասախոսներ, հրաշք Սունդուկյան թատրոնը, որից հետո արդեն 92 թվականից երգում եմ եւ սոլնի կարիերա ստեղծեցի, մինչեւ 95-ից նոր արդեն մենահամերգներով Ոզնիներ թատրոնների վերջին թատրոնը, որով էլ առաջին անգամ միջայց Ամերիկա Ոզնիների հետ եմ եկել 95 թվականին ներկայացումներով, որից հետո արդեն շատ եմ եկել գնացել։ Այսքան բան 95 թվականից երգում եմ եւ իմ 92-ից եմ երգում, բայց 95-ից ոնց որ երկով եւ սոլնի ծրագրով։ Քո երգերը հիմնականում դու ես գրում, չէ՞։ Հա, իհարկե ես եմ գրում։ Դու ուրիշ երգեր կատարում ես, ասենք ուրիշ հայկական, ժողովրդական, չգիտեմ, բան, գուսանական։ Դե որ ասեմ կան մի երկու երգ, ուղղակի բայց հիմնականում քո երգ։ Հա, իհարկե ես եմ։ Եվ խոսքեր եւ երաժշտություն։ Եվ խոսքերը եւ երաժշտությունը իմ ոճի մեջ, իմ ստայլի մեջ ես եմ միշտ գրում Աշոտ ջան։ Մենք իրար հետ մի հատ հրաշալի երգ կատարեցինք, որը մեծ աղմուկ անեց, մեծ աղմուկ բարձրացրեց։ Բոլորը շատ սիրեցին այդ երգը միանգամից, դրա տեսավոլովակը կա, չկա։ Կա իհարկե կա, որ մենք նախ երկու երգ ունենք իրար հետ Աշոտ ջան։ Մի հատ տեսավոլովակ ունի մեզ։ Սաղիկների քեզ բերում սիրուն ջան։ Այո։ Այդ երգը չունի տեսավոլովակ, բայց դե հիմա տեխնիկան արդեն գերազանցում է բնությանը, կարող ենք մի քանի նկար դնել, վիդեո սարքել, լինի կլիպ, այնպես որ երկու կլիպ ունենք, որը բոլորովին վերջերս երկրորդն է էլի տենց շատ սիրվում են, մինչ օրս լսվում են, նույնիսկ նոր սերունդն է սկսել երգել։ Շատ սիրուն երգեր, շատ հետաքրքիր, գիտես ինչ։ Դրանք ես հիշում եմ քո 50-ամյակին եմ գրել, հիշում ես, մեկը 49-ամյակին, մյուսը 50-ամյակին քո, ես հիշում եմ։ Այո, օրինակ երգում են մարդիկ, գրում են բան։ Օրինակ դու բոլորովին տարբերվում ես, բոլորից, որովհետև քո ոճը, քո ձևը, քո կատարումը, քո ասելիքը, քո երգով բան բոլորովին ուրիշ է, ու շատ հետաքրքիր է, շատ կյանքային է, շատ խաղարկային է, շատ լավ է դա, հետաքրքիր է։ Այսինքն ես օրինակ իմ սիրած երգիչներ, որոնք իրենց ոչ ունեն, Արամոյին եմ շատ սիրում, Ֆորշին եմ շատ սիրում, իրենց ձևերն ունեն, իրենց բան ունեն, իրենց խոսք ունեն, ոչ մեկի ոչ նման են, ոչ էլ նմանվում են։ Այդ շատ լավ է։ Հետո մեր երգերից մեկն էլ այդ որ երգում ենք իրար այդ մեծ աղմուկ բարձրացրեց, բան, երգում են մի աղջիկ մի տղա,
Լսել ես իրենց կատարում։ Լսել եմ, մենակ իրանք չեն երգում, էլ մարդիկ են երգում։ Հա։ Իրանք ուղղակի շատ ավելի մեծ լսարանի համար երգեցին եւ ինչ որ շատ միլիոններով դիտումներ։ Ոչ միայն լսել եմ, ասեմ Աշոտ ջան, ես եմ թույլ տվել, որ երգեն։ Ինձ են զանգահարել, որտեղ վերջին հաշվով հեղինակն եմ, հեղինակային իրավունքների ամեն ձև պաշտպանված են։ Զանգեցին, ես էլ սիրով թույլ տվեցի, երբ որ սերունդները նոր սկսում են քո գործերը կատարել, դա լավ նշան է, այսինքն նշանակում է, ես գիտես ինչ ասեցին, լսել ես որ քո Արմինեի երգը, ես չեմ լսել, չի հանդիպել, չգիտեմ էլի որտեղ է, ինչա, բայց ու մարդիկ հավանել են, ես էլ ուրախացա, ինչ լավ է քո երգը։ Իհարկե, նոր շնչով, նոր ձևով։ Եթե հեղինակը թույլ է տալիս, կարող են երգել, իհարկե կարող են երգել։ Այո, ասեմ ավելին, ինձ վերջերս շատ երգերս արդեն նոր սերունդը երիտասարդները ուզում են երգեն։ Հալվա բենդի հետ էլ վերջերս կատարեցի իմ առաջարկություն եղավ իմ երգերի 4 երգերը նոր ոճով, նոր գործիքավորումով, որպեսզի նրանք պատրաստեն երգեն եւ նաեւ իրավան, որպեսզի ես իրենց հետ երգեմ։ Բայց դա նոր բան էր ինձ համար։ Չարժի որ մի հատ էլ իրար հետ մի երգ ունենանք։ Գուցե եւ ունենանք, բայց շատ սիրեցի իրենց աշխատանքը, շատ տաղանդավոր, շատ պրոֆեսիոնալ, հանգիստ իրենց գլուխները կախ գործ են անում, իրանց պրոդյուսերը тоже Հրաչյան շատ։ Ովքեր են։ Հալվա բենդ։ Շատ տաղանդավոր սոլիստներ կան, նախ երաժիշտները մեկը մյուսից հրաշալի են, ընտիր բենդա, Կիմա Գրիգորյան, որը վաղուց աշխատել ենք, եւ Աննա Մովսիսյան, որը աննկարագրելի տաղանդավոր աղջիկ է, օպերային երգչուհի, երկուսն էլ շատ տաղանդավոր, շատ լավ երգիչներ են։ Ես էլ նրանց հետ երգում եմ, բնականաբար արդեն բոլորը գիտեն այդ տեսահոլովակ, ինձ համար էլ նույնպես շատ հաճելի է, որ իմ երգերը նոր սերունդները կատարում են։ Դե պետք է կատարվեն, բայց երգերը պետք է չհանան։ Երգերը պետք է լսվեն։ Взаимовыгодный, ոնց էր, երկկողմանի հարմարավետ բաներ եւ ինձ է հարմարը, որովհետեւ ես այդ նույն երգը, որը տեսահոլովակով կա, ես իրանց հետ իմ 4 երգերը երգում եմ, այդ նույնը ես միայնակել եմ երգում։ Ես ամեն օր Երևանում երգում եմ դա եւ ներկայացնում եմ նրանց, ողջուններս Հալվա բենդին, Հրաչային նրանց տաղանդավոր պրոդյուսեր նույնպես, պաչիկներ երեխեք ջան։ Հիմա այս բանը ինչով է զբաղվում Հայաստանում, ինչ ես անում կամ Հայաստանից դուրս։ Աշոտ ջան, համերգների եմ մասնակցում։ Այդ բենդի հետ միասին։ Չէ, բենդի հետ եղել է, իրանց մենահամերգը եղավ, գնացի Հինանիում մասնակցեցի Սիրուն, գուցե էլի անանենք, երգենք, աշխատենք, համերգա կարող է լինի։ Վերջերս բոլորովին վերջերս Ստրասբուրգ քաղաքում Ֆրանսիայի համերգ էր սեպտեմբերի 19-ին, պատկերացնեք բոլորովին վերջերս։ Ես եղբայրս Սամվելը վարում էր համերգը, Արաբո Իսպիրանն էր երգում։ Շատ լավ է, շատ։ Գևորգ Մարտիրոսյանը եւ ես իմ ծրագրամայով ամեն մեկս մեր ծրագրով շատ հետաքրքիր հրաշալի համերգ տեղի ունեցավ Ստրասբուրգում, ողջունները Ստրասբուրգի հայությանը մեր շատ սիրելի նարեկներ կազմակերպել։ Այդպիսի վերջինը դա է եղել, իսկ ընդհանրապես ես համերգների եմ մասնակցում կորպորատիվ այսինքն հարսանիքներում միջոցառումներում ծնունդ կնունք բանակի քեֆ նշանդրեք շատ լավ իհարկե լավ աշրջան օրվա մեջ երեկոյան իմ մեքենայով վազում եմ այսպես քշում եմ այստեղից այստեղից այդտեղ կանչում են փարկասու շատ լավ որ դու հա գործի մեջ ես նաև երիտասարդ երգիչներ եմ տանում կոնկուրսներին միջազգային փառատոններին որտեղ գրանպրիներ են բերում երջանիկ լավ մեր տաղանդավոր հայ երիտասարդները շատ-շատերին օգտվելով առիթից կարող եք դիմել ինձ, որովհետև նոր ծրագրեր կան, նոր երգիչներ Իսպանիայում կա տուր, Պրիբալտիկայում եւ այլն։ Երիտասարդ լավ ձայներ մեր հայերին ներկայացնում եմ։ Վարմինե ջան, ավարտվեց առաջին մեր մասը, բաժինը հաղորդման։ Հիմա ասեմ գովազդի, որից հետո կշարունակենք մեր ինձ համար շատ հետաքրքիր այս զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ հին ու բարի իմ լավ ընկերոջ հետ, Արմինե Գրիգորյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում
armflix.com։ Քայլի երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլի երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի տրենդի մեջ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս դերասանուհի, երգչուհի, հեղինակ երգերի, հաղորդավարուհի, մի խոսքով Արմինե Գրիգորյանի հետ։ Արմինե ջան, ինչ ապագայում հիմա էլի ունես, նոր երգեր ունես, հիմա նախատեսում ես նոր երգեր գրել։ Իհարկե, շատ նոր երգեր ունեմ գրված, ուղղակի ժամանակի առումով Աշոտ ջան, գործիքավորում չեմ հասցնում։ Անընդհատ զբաղված եմ, անընդհատ ճանապարհորդությունների մեջ եմ։ Շատ լավ։ Հիմա էլ եկել եմ այստեղ։ Իսկ ինչ նպատակով ես Միացյալ Նահանգների։ Ասեմ, նախ շատ վաղուց չեմ եղել։ Ահա։ Պատկերացնում ես 16 տարի ես չեմ եղել Ամերիկայում ու չեմ էլ նկատել, ես վերջերս ասեմ, միթե ես 16 տարի չէ, ես առաջ շատ էի գնում, գալիս, կհիշես, եւ ներկայացումներով, եւ համերգներով շատ եմ եղել, ուղղակի ես վերջի տարիներին շատ զբաղվածության պատճառով պատկերացնում չէի մտնում դեսպանատուն, իսկ այս անգամ արդեն ասեցի պետքա որտեվ իմ շատ լավ ընկերոջ Պետոյի թորնիկի հարսանիքն է, ես պարզապես հրավիրված եմ հարսանիքի այստեղ, որի անունը նույնպես Պետո է, որը պիտի սիրով երգեմ նրանց համար, Փեսայի անունը Պետո է, հրավիրված եմ հարսանիքին, որը տեղի կունենա վաղը, այնպես որ սիրով որպես հյուր։ Այդ օրը պիտի սրանից հետո կոչվի Պետոյի օր, որտեղ Պետոյի օր, խիչ է որի։ Ամեն տարի այս օրը պիտի նշվի Պետոյի օրը։ Արմինե ջան, ես օրինակ շատ կարոտել եմ քո ձայնին, քո երգին, որտեղ իրոք նորից եմ կրկնում, որ շատ հետաքրքիր ոճ ունես ու շախ ու շուխ կա քո երգերի մեջ, գեղեցկություն կա, ասելիք կա, քո ձևը կա։ Արի մի երգ կատարի իմ ու մեր հեռուստադիտողների համար, որից հետո կշարունակենք զրույցը։ Կարող ենք։ Սիրով կատարեմ, հատկապես որ խոսեցին քիչ առաջ, իմ 4 երգերը Հալվա բենդի հետ նոր գործիքավորմամբ, նոր տեսակը միայն իմ կատարմամբ, տեսահոլովակում բոլորս ենք երգում, այստեղ ես միայնակ եմ երգում իմ երգերը։ Գնացինք։ Առաջինն էլ Երևանի սիրուն տղան է հենց։ Ըստ Արմինեյան շատ լավ է, շատ լավ է։ Չդիմացա ոտի կանեցա։ Հա, ես զգացի, որ հա, չամփերեցի։ Չդիմացա ինչ անեմ, չի ստացվում։ Շատ լավ է, շատ։ Հա փորձեցին զսպեմ։ Հա, չես կարող, իհարկե։ Վերջը չդիմացա, այո։ Շնորհակալություն, գեղեցիկ երգի համար, ինձ թվում է հեռուստադիտողներ շատ հավանել։ Այո։ Արմինե, դուք նաև ընտանեկան բիզնես ունեք, չէ՞։ Այո, մեր ընտանեկան, եթե կարելի ասել բիզնես, ռեստորան կորպորատիվ ծրագրերի համար, որտեղ աշխատում են մեր ընտանիքի անդամները, քույրս, եղբորս կինը, եղբորս որդին նույնպես գծով, այսպես։ Դու էլ ամեն երեկո այնտեղ երգում ես, հա։ Այդտեղ չեմ երգում, ես ամեն երեկո երգում եմ, բայց ոչ նաև մեր ռեստորանում, բայց ոչ ամեն երեկո երբեմն։ Ես երգում եմ կորպորատիվներ, բոլոր տեղերը, տարբեր, եւ երգում եմ կորպորատիվ Ֆորտունայի բոլոր միջոցառումներին, Ֆորտունա համալիրի, որտեղ ունի տարբեր սրահներ եւ Բելաջոյում, նաեւ Բելաջո ռեստորանային համալիր, որտեղ եղբայրս էլ է։ Ես համարյա բոլորին Սիրելի Բելաջոցիներ, պաչիկներ Արգինեից, հանձինս իմ սիրելի Արգինեի, բոլորիդ պաչիկ բարևում եմ, կարոտել եմ բոլորիդ։ Այս հարցը համարյա բոլորին եմ տալիս, բան դու այսօրվա մեր երկիչ երգչուհիների մասին ինչ կարծիք ես, ինչ կասես։ Այսօրվա ասելով այս սերունդի։ Հա, այս սերունդի, հա։ Շատ լավ։ Ապրես։ Շատ տաղանդավոր, հրաշալի լավ երեխեք կան, ցավում եմ, որ շատ քչերը գիտեն, քչերին են ճանաչում, որտեղ ես որ երիտասարդների հետ կապ ունեմ, այն իմաստով, որ ժյուրի եմ եւ տանում եմ այստեղից երգիչներ միջազգային մրցումների, հրաշք
դեմքեր են, բայց ոչ ոք չգիտի իրանց մասին։ Դե պետք է իրանց հետ չէ լավ։ Պետք է երևի կան երկու տեսակ, չէ, որոնք անդադ տեսահոլովակ են անում, տեխնիկի այդքան ես իմիջ չեն ներկայացնում իրանից, բայց մարդիկ հայտնի են եւ ընդհակառակը։ Պետք է նրանց հետ ճանապարհ ձևեր գտնել, որպեսզի նրանք էլ Երևան, հա, տեսնենք։ Արմինե ջան, երկրորդ մասը նույնպես ավարտվեց, արի գովազդի անցնենք, մենք դեռ խոսալու բաներ ունենք։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, ասող, խոսող, ուրախ, երգող, պարող Արմինե Գրիգորյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Armflix հայկական առաջին սթրիմինգային հարթակը սկսում է նոր սուպեր մեգա նախագծերի շքերթը։ Այն մարդիկ, ովքեր վճարել են ընդամենը 5.99 ամսական, կարող են վայելել Armflix-ի միանգամից 9 մասշտաբային պրեմիում նախագծեր։ Էքսկլյուզիվ միայն Armflix հարթակում։ Եվ այսպես, արդեն սկսվել է Vendetta կրիմինալ դրամայի դրությունը սիրված դերասաններով։ Շատ շուտով Գոր Վարդանյանի կայսրության թևերը 2 նոր եթերաշրջանը, որը նկարահանվում է միանգամից 3 մայրցամաքներում։ Բաց չթողնեք։ Շուտով սկսվում է բուրըն հումորով հագեցած նոր սիթքոմ։ Նմանակներ, ծիծաղաշարժ դրվագներ, սիրված դերասաններ։ Armflix-ը ներկայացնում է Վաչե Ամարյանի, Աննա Մանուչարյանի ու էլի սիրված դեմքերի մասնակցությամբ նոր հեռուստասերիալ Վերջին վկան, Armflix։ Պատկերացնում եք, թե ինչ կլինի, երբ տաղանդավոր, սիրված, Մկրտիչ Արզումանյանը և Լիաննա Վանոյանը միասին սկսեն շատ ծիծաղելի, շատ հետաքրքիր սիթքոմ 13 վայրկյան։ Արդեն սեպտեմբերի 10-ից տաքսի բոլորովին նոր, հումորով լեցուն սիթքոմը, Սոս Կարապետյանի նոր, Սոս Կալի սիթքոմը հատուկ Armflix-ի բաժանորդների համար։ Այսպիսով, միանգամից 4 հումորային մեգա նախագծեր գալիս են ապահովելու բարձր տրամադրություն։ Իսկ մելոդրամայի սիրահարներին Armflix առաջարկում է աշխարհահռչակ Globo TV 75 մասանոց «Փրկել բոլորին» սերիալը։ Դասամիջոց, սիրված եւ բարձր վարկանիշով սերիալի նոր եթերաշրջանը շարունակվում է Armflix-ում։ Եվ ուրեմն գրանցվեք Armflix հարթակում։ Ամսական ընդամենը $5.99 եւ դիտեք ամեն օր նոր որակյալ ֆիլմեր, հեռուստասերիալներ, հեռուստանախագծեր, սիթքոմներ, այս քանակի եւ այս որակի հեռուստասերիալներ Armflix հարթակում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արմինե Գրիգորյանի հետ։ Արմինե ջան, Հայաստանում ելույթներ ունեն մեզ բեմերում, ինչի՞ չես ելույթներ ունեն։ Որտեղ։ Հայաստանում բեմերում ելույթներ ունեն մեզ։ Իսկ կա Հայաստանում համերգներ բեմեր, չկա դες բան։ Չկան, չկան։ Չէ, Հայաստանում կա մենա համերգներ, ինչ որ մեկի։ Չկա եւ համերգ, որ ասեն գալա համերգներ են, մի քանի երկի ջեկջուներ տան։ Լինում են սբորնի ինչ որ համերգներ։ Հավաքական։ Օրինակ վերջերս հավաքական ոսկե աշուններ Հայաստանում, որովհետեւ եկա այստեղ հրավիրեցին, առաջարկեցին, բայց քանի որ ես Միացյալ Նահանգներ էի գալու, հրաժարվեցի։ Այդ տիպի բաներ եղավ ոսկե աշունը եղավ։ Եղել է, հա, չեմ էլ նայել, ասում են ոնց որ տեսնեմ ոնց է անցել, եղբայրս էր գիտես Սամվելներ վարում, նաև մի քանի հոգով է։ Իսկ Սամվելի միջոցին չի երկում։ Սամվելը ավելի շատ սկսել է վարել։ Բայց շատ հետաքրքիր երկի չէ։ Ես չի որ կերքի, ուղղակի երևի հարմար երգ դեռ չի գտնում։ Իսկ դες ընդհանուր համերգներ որ լինում է, հրավիրում են, մասնակցում եմ, իհարկե աշրջան, ուղղակի լինում է որ Հայաստանում չեմ լինում, զբաղված եմ լինում։ Մասնակցում եմ համերգներին էլ, կորպորատիվներին։ Ավելի շատ դրսում ես լինում։ Դրսում եմ լինում, Եվրոպա, Ռուսաստան։ Ռուսաստան վաղուց չենք եղել համերգներով, դե պատերազմի։ Հա, Եվրոպա, իհարկե, նաև համերգային ծրագրերով, կորպորատիվ ծրագրերով։ Իմ ոճը այնպիսին Աշոտ ջան, գիտես, ինչքան մեծանում եմ, այդքան ավելի շատ են կանչում, լավ խմիչքներ կան, կոնյակներ, ինչ կա։ Ոճը սատես, դարագույն։ Լսի, մեր նկարված անեկդոտների մասին ինչ կասես, իրար հետ մենք քանի անեկդոտ ենք նկարում։ Ահա, շատ լավ անեկդոտներ են, իհարկե։ Իչև հիմա էլ մարդիկ սիրով նայում են ու հիշացնում են։ Հիշում ես, որ ես Արմինե, հիշում ես, որ բանի հետ ասենք Հրանտի հետ հիշում ես, որ բոլորը այդ անեկդոտները բոլոր հիշվեն ու YouTube-ներում, բաներում կա, բոլորը միշտ նայում են։ Արմինե ջան, կուզենամ երկու իրական պատմություն պատմես ու այդ մեր անեկդոտների մասին թեկուզ խոսես։ Աշոտ ջան, իրական պատմություն որ հարցնում ես,
Միանգամից այս վերջերս էլ բոլորովին վերջերս մեր շատ սիրելի Մանեի մոտ ծրագրում Մանեի Գրիգորյանի Արտուրի աղջիկա պատմել եմ այս պատմությունը, հետո գիտեմ Նարեն էլ քո մոտ է պատմել այստեղ այդ պատմությունը, ուղղակի դարում ինքն է այդ պատմությունը ասեմ պատմեմ։ Նարեն մեր աղբորս աղջիկը, Սամոյի աղջիկը Պուճուրիկ բալիկ էր, 7 տարեկան էր երևի, Նարեկներ բնականաբար։ Մեր կլիպի մեջ էլ կար ինքը, չէ՞։ Կլիպի մեջ էլ կա, մեր կլիպի մեջ որ խաղում է Նարեն, այդտեղ Պուճուրիկ բալիկա, հիմա մեծ աղջիկա իր բալիկ ունի, Եկչուի Նարե Գրիգորյանը, որը այնտեղ նստած հիմա մեզ է հետևում։ Միջայլուց պատմեմ երեխեն նորից լսի այդ պատմությունը Նարե ջան։ Երեխա էր, դու դաժե չեմ չես էլ հիշում երևի, կամ էլ կհիշես, պատմել եմ քեզ թե չեմ հիշում։ Պատմել եմ։ Ասեցի գնում ենք Աշոտ Ղազարյանից տուն, ուրախացավ, հագնվեց, մաման իր բանցիկները կպցրեց, իրուն մեծ բանցիկները ոգևորվել է Աշոտ Ղազարյանի տուն հյուրա գնում, պատրաստվեց, մինչև ես էլ էի պատրաստվում, մաման իր եղբորս կին ասեց, Նարե ջան, մինչև Արմինեն պատրաստ, ես աղբը տարթափի, տոպրակով սենց, որ գնակ։ Նարեն արդեն պատրաստված, հագնված սիրուն, դրցրեց աղբը գնա թափի, չկա Նարեն, չկա, ես ասեմ, այն մարդ Նարեն ուրա շուտ է, ուշանում ենք, դե գնում ենք, բան գալիս ենք ձեր տուն, նոր տարի էր կարծեմ, թե ինչ որ բան էր, առիթ էր։ Նարե դու Նարե, չտավ մեկ էլ եկավ, ամբողջությամբ կեղտոտ, բանցիկները սևացած, ինքը լացած, ասում ինչ ա եղել, Նարե, ինչ ա եղել։ Դու մի ասա, որ տարել է աղբը թափի, այսպես ոնց էր առաջ Հայաստանում սենց աղբի տեղա չէ։ Ցելոֆանը ձեռ, այսպես տոպրակով խաղացել է, խաղալով է թափել։ Թռնելով, այսպես հայլալալալա եկիրա Չորս ու հետը թռի ինքն էլ հետը ընկի աղբի մեջ։ Պատկերացնես աղբը ավելի քիչ ա եղի ինքված։ Լազիվ դուրս եկել մեջից։ Որ ասես ես ինձ թվաց այդ աղբը բան ձերքին դες շփոթել է տենց եկել է մեր տուն։ Պատկերացնես ինքը հետը տոպրակի տնկել է աղբի մեջ, հետո շատ դժվարությամբ դուրս եկել, որ պատմա ոնց է դուրս եկել։ Մարդ չի եղել այդտեղ։ Մի կերպ դուրս եկել, լացումա իր մայրիկը ջղայնացավ, մեռել ենք, ծիծաղում ենք, սաղս համ ծիծաղում ենք, համ ջղայնացել։ Շուտ արա մտի բանա, դուշի ոչ մի անգամից մտցրեցին դուշ, ես էլ ուշանում եմ, հագցրեցի Նարեկին տարանք։ Նարեի եղբորը, եղբորս որդուն Պուճուր էր, Նարեկն երևի 4 տարեկան էր, 3 տարեկան էր, չգիտեմ խի անպայման մեկին ուզում է հետս բերեի, Նարեկից տարա Նարեն բաբշի սկսեց լացել, որ իրան չբերեցի, այ քո հետ կապված այսպիսի պատմություն է միշտ գալիս։ Ամերիկայում չես պատրաստվում ելույթ ունենալ։ Ամերիկայում։ Հա, մոտ ապագայում Լոս Անջելեսում։ Աշու ջան, սիրով ելույթ կունենամ, եթե լինեն հրավերներ, ես հիմա տուրիստական վիզայով եմ, եթե լինեն հրավերներ, վիզա փոխել եւ այլն։ Ես սիրում եմ Հայաստանը, ես շատ սիրում եմ Միացյալ Նահանգները, ես տարիներ շարունակ եկել գնացել եմ, նույնիսկ մի քիչ ապրել եմ այստեղ, բայց երբեք մնալու, այսպես հավերժ գալ մնալու նպատակ չունեմ։ Չէ, ես նկատի ունեմ, գազ ելույթ ունենամ։ Գազ ելույթ ունենամ, գնամ սիրով։ Լավ, մի հատ անեկդոտ։ Հրավիրեք մի գամ։ Անեկդոտ պատմին։ Պատմյա, ես պատմեմ։ Այ անեկդոտ։ Հիշում եմ մեր նկարահանումների ժամանակ դրամատիկական թատրոնի կողքից մեզ այն ավտոբուսը որ կար են հղի բանը որ խաղում էին։ Այդքան հումոր բան արեցինք, վերջացրեցինք, արդեն հանդիսատեսին ստեսություն ենք ասում, մի հատ մարդ որտիկալ դες, Աշո ջան, մի հատ էլ քաղցր խոսք ասա նոր գնա։ Թեքվեցիր ասում, ամբոտ, մինչև այդ լիքը խոսք էինք ասում, այսքան բան։ Ես ֆրանսիկին մի օր ասել են մի հատ տափակ բան ասելա կորժիկ։ Կորժիկ։ Արմինե ջան, կարող ես մի անեկդոտ պատմել։ Չէ՞ մենք պայմանավորվել էինք, որ դի անեկդոտ էլ պատմես։ Աշո ջան, այնքան լավ անեկդոտներ գիտեմ, թարսի պես չեմ հիշում հիմա, բայց մի բան հիշեցի, պատմեմ։ Որ գիտես, որ մեկը երկու զույգ երեխա է ունենում, բոլորը գալիս շնորհավորում են, ուրախանում են, իսկ լացում է մայրը, որ ունեցել է։ Լացում տանջում, ասում են, այ մարդ խես լացում ուրախացի, բոլորս ուրախ ենք։ Ասում է մարդուս ինչպես ասեմ, բայց երկրորդի որտեղից եմ բերել։ Առաջինը հասկացա, երկրորդի որտեղից։ Որ ամուսինս ասի, ես մեկը ումից է, ինչ ասեմ, ասում է։ Ինչ ասեմ, ասում է, ինչ ասեմ, ես մեկը ումից է։ Ավինե ջան, ոնց որ ավարտվեց մեր հաղորդումը, մեր զրույցը, ինձ թվում է ամեն ինչի մասին խոսեցինք, ամեն ինչ հիշվեց, ասվեց։ Դա Մենք համագործակցում ենք մի խանութի հետ, մի հրաշալի խանութ կա այստեղ, բոլորը գիտեն իմ հաղորդումից էլ այնպես էլ ու շատ անուշ մի ծաղկի խանութ է Kenneth Village, Kennedy վրա գտնվող։
Եվ նրանցից, երբ որ իմ հյուրը աղջիկ կամ կին ա լինում, իրանք իրենց կողմից ծաղիկ են ուղարկում, մեր խնդրանքով, եւ այսպես ես ուզում եմ քեզ նվիրել այդ ծաղկեփունջը համեստ, մի ծաղկեփունջ նվիրել իշատա կամ էլ այսօրվա մեր հանդիպման։ Անցե։ Եվ հրաժեշտ տանք իրար, խնդրեմ Արմենե ջան, խնդրեմ։ Քեմետ կա։ Շնորհակալություն գեղեցիկ ծաղիկների համար։ Խնդրեմ, հաջողություն, սպասում եմ ելույթների նոր։ Անպայման սիրո։ Ու մեր երկին երկուսով որդու երկին։ Այո, այդ սիրո։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում իմ հյուրներ երգչուհի դերասանուհի եւ հաղորդավարուհի Արմենե Գրիգորյանը, իսկ հիմա մեր հաղորդման վերջին խոսքերը։ Սկզբից մարդը զոհաբերում է առողջությունը փող աշխատելու համար։ Հետո նա ծախսում այդ փողը առողջությունը վերականգնելու համար։ Այսքան է բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր։ Աշոտ, ես չեմ հասկանում, դու ընդհանրապես քթիցակի եղածնի չա, որ դու չունես, ասենք ֆայմ, կողքի հարևանը Ռուբոն, ամեն անգամ տնից դուրս գալուց սեդային փաթաթվում, պաչում է, շոյում է, ասենք շոյված է, կինը իրան կին ազգում, դրա եղած ինչ է, դու ինչի չես անում աշ։ Հիվանդ ես աղջի։ Ես Ռոբոյի կնկան, չեմ էլ ճանաչում։